Հենց այս վայրկյանին ձեր ուղեղի բջիջները անդառնալիորեն մահանում են, և դուք նույնիսկ չեք զգում, թե ինչպես է մոտենում այն սարսափելի օրը, երբ չեք ճանաչի հարազատ թոռն դեմքը։ Սա պարզապես մոռացկոտություն չէ, սա ահազանգ է, որը դուք անտեսում եք, մինչդեռ դեղագործական ընկերությունները հարստանում են ձեր վախերի հաշվին, վաճառելով քիմիական պատրանքներ։ Բայց ինչ կասեք, եթե իմանաք, որ մեր լեռներում թաքնված է մի հին հայկական բանալի, որը դարեր շարունակ պահել է մեր նախնիների միտքը սուլի պես հատու մինչև խործերություն։ Այս տեսանյութում ես կբացահայտեմ այն միակ բնական մեթոդը, որը ընդամենը 3 շաբաթում կվերականգնի ձեր հիշողության պայծառությունը, կմաքրի ուղեղի անոթները և կվանի դեմենցիայի ստվերը առանց թանկարժեք և վնասակար դեղահաբերի կիրառման։ Դուք կիմանաք, թե ինչն է իրականում խլում ձեր մտավոր ուժը և ինչպես վերադարձնել այն, քանի դեռ շատ ուշ չէ։ Պատրաստվեք լսելու մի ճշմարտություն, որը բժիշկները հաճախ լռության են մատնում։ Բաժանորդագրվեք հենց հիմա, սեղմեք զանգակը և անպայման գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում։ Տեսնենք, թե քանիսն ենք մենք պայքարում հանուն առողջ ծերության։ 68-ամյա Ռուբենը կանգնած էր իր հյուրասենյակի կենտրոնում, քարացած հայացքով։ Նրա դողացող ձեռքում մի հին ժանգոտած բանալի էր։ Ի՞նչն էր այն բացում։ Պահարանը, նկուղի դոռը, թե իր հանգուցյալ կնոջ զարդատուփը։ Սարսափելի է, չէ, երբ սեփական տունը դառնում է օտար լաբիրինթոս։ Դուք ծանոթ եք այդ սառը քրտինքին, որը պատում է մեջքդ, երբ բառը պտտվում է լեզվից ծայրին, բայց չի արտասանվում։ Ռուբենը զգում էր, թե ինչպես է անդունդը կամաց-կամաց կուլ տալիս իրեն։ Եթե նա այսօր չհիշի բանալու տեղը, վաղը կմոռանա իր թոռան անունը, իսկ մյուս օրը ճանապարհը դեպի տուն։ Որքան ժամանակ է մնացել ձեզ մինչև այդ խավարը։ Միտքը նրան տարավ հեռու, դեպի մանկության լուսավոր օրերը։ Նա հիշեց Արցախի լեռները, որոնք ծածկված էին առավոտյան մառախուղով։ Հիշում եք ձեր տատիկի ձեռքերի ջերմությունը։ Ռուբենի տատը Հեղինեն 90 տարեկանում ավելի պայծառ միտք ուներ, քան այսօրվա ակադեմիկոսները։ Նա արցնանում էր արշալույսին, երբ ցողը դեռ թարմ էր խոտերի վրա։ Ռուբենը հիշեց այդ բույրը, ուրցի, դաղձի և վայրի ծաղիկների խառնուրդը, որը լցնում էր նրանց քարաշեն տունը։ Ինչու ենք մենք կորցրել կապը այդ հողի հետ։ Հեղինեն նստում էր թոնրի մոտ, կրակը ճճթում էր և նա կամացուկ երգում էր հին, մոռացված աղոթքներ։ Նրա մատները, կոշտացած ու հողոտ, ճարպկորեն տրորում էին ընկույզի միջուկը։ Տեսնում եք այդ պատկերը ձեր աչքի առաջ։ Նա չուներ դեղատոմսեր, նա չուներ թանկարժեք ապահովագրություն, բայց նա գիտեր մի գաղտնիք, որը շշնջում էր Ռուբենի ականջին, կրակի լույսի ներքո։ Տղաս, այս պտուղը ուղեղից սնունդն է, իսկ այս հյութը նրա արյունը, ասում էր նա։ Արդյոք մենք չափազանց հպարտ ենք դարձել անտեսելու համար նրանց իմաստությունը։ Հեղինեն մահացավ խոր ծերության մեջ, հստակ հիշելով իր 7 ծոռների ծննդյան օրերը։ Իսկ Ռուբենը այսօր վախենում է նայել օրացույցին։ Եթե դուք հիմա ոչինչ չանեք, ձեր ուղեղը կվերածվի չորացած ընկույզի կչեպ։ Այսօր մենք ապրում ենք տիեզերական տեխնոլոգիաների դարում։ Մենք ունենք սմարթֆոններ, որոնք հիշում են ամեն ինչ մեր փոխարեն։ Բայց ինչու է Ալցհեյմերի հիվանդությունը դարձել համաճարակ։ Միթե սա է առաջընթացի գինը։ Ռուբենը բացեց դեղարկղը, այն լիքն էր գունավոր տուփերով, կապույտ, դեղին, սպիտակ հաբեր։ Դուք էլ եք կես թոշակը ծախսում դեղատանը։ Նա կարդաց կողմնակի ազդեցությունները՝ գլխապտույտ, սրտխառնոց, լյարդի քայքայում։ Այս հաբերը չեն բուժում, դրանք միայն քնեցնում են ձեր զգոնությունը։ Դեղագործական հսկաները ուզում են, որ դուք լինեք հավերժական հիվանդ, ոչ թե առողջ մարդ։ Երբևէ մտածել եք, թե ինչ են խմում բժիշկները փակ դռների հետևում։ Նրանք չեն խմում այն քիմիան, որը գրում են ձեզ համար։ Ռուբենի հարևանը նյարդաբան Սուրենը վերջերս խոստովանեց մի գավաթ թեյի շուրջ։ Ռուբեն, ասաց նա ցածրաձայն, մենք հասել ենք փակուղու։ Ժամանակակից գիտությունը սկսել է ուսումնասիրել այն, ինչ մեր տատիկները գիտեին դարեր առաջ։ Նրանք ապշած են։ Պարզվում է, բնությունը ստեղծել է ուղեղի վերականգնման մեխանիզմ, որը 1000 անգամ ավելի հզոր է, քան ցանկացած սինթետիկ դեղամիջոց։ Դուք պատրաստ եք լսել ճշմարտությունը։ Եթե շարունակեք վստահել միայն գովազդերին, դուք կկորցնեք ոչ միայն ձեր հիշողությունը, այլև ձեր անձը։ Պատկերացրեք, նստած եք հիվանդանոցի սառը սենյակում, և օտար մարդիկ են ձեզ կերակրում գդալով։ Սա է ձեր ուզած ապագան։ Ռուբենը որոշեց պայքարել։ Նա հիշեց տատիկի խոսքերը։ Նա հիշեց այն կարմիր հեղուկը, որը Հեղինեն քամում էր ամեն աշուն։ Նա հիշեց այն յուրահատուկ համը, որը կծում էր լեզուն, բայց պայծառացնում էր միտքը։ Այդ բաղադրատոմսը պարզ չէր, այն սրբազան արարողություն էր։ Գիտնականները հիմա դա անվանում են նեյրոպլաստիկության հրաշք, բայց Հեղինեն դա անվանում էր
պարզապես կյանքի աղբյուր։ Այն, ինչ կատարվում է ձեր ուղեղի հետ այդ խառնուրդը ընդունելուց հետո, նման է պայթյունի, քնած բջիջները արթնանում են, մահացած կապերը վերականգնվում են, արյունը սկսում է հոսել այն անոթներով, որոնք տարիներով խցանված էին։ Դուք կզգաք, թե ինչպես է մառախուղը ցրվում ձեր գլխից, ինչպես է վերադառնում երիտասարդության պարզությունը։ Բայց զգույշ եղեք, սա սովորական սնունդ չէ, սա հզոր զենք է, որը պետք է օգտագործել ճիշտ չափաբաժնով։ Մի սխալ քայլ և արդյունքը կարող է չլինել։ Ռուբենը գտավ հին նոթատետրը, որտեղ դողդոջուն ձեռագրով գրված էր ճշգրիտ բաղադրատոմսը։ Նա պատրաստվում է բացահայտել այն հենց հիմա։ Պատրաստեք թուղթ ու գրիչ։ Այն, ինչ դուք կլսեք հաջորդ րոպեներին, կարող է փրկել ձեր կամ ձեր սիրելիների կյանքը։ Մի շեղվեք։ Գաղտնիքը, որը զարմացրել է աշխարհի լավագույն ուղեղներին, ձեր առջև կբացվի հենց հիմա։ Ռուբենը դողացող ձեռքով սեղանին դրեց դեղատան կտրոնը։ Թուղթը ճմրթված էր, բայց թվերը սարսափելի հստակ։ Նա նայեց այդ գումարին, հետո իր թոշակի մնացորդին։ Զգում եք այդ ծանր քարը կրծքավանդակին, երբ հաշվում եք վերջին կոպեկները։ Արդյոք ձեր առողջությունը պետք է կախված լինի դրամապանակի հաստությունից։ Ռուբենի աչքերը լցվեցին արցունքով, բայց ոչ թե վշտից, այլ զայրույթից։ Նա հասկացավ, որ տարիներ շարունակ խաբված է եղել։ Դեղագործական հսկաները միլիարդավոր դոլարներ են կորցնում ամեն անգամ, երբ դուք նուր եք գնում։ Նրանք սարսափում են այն պահից, երբ դուք կիմանաք ճշմարտությունը։ Եթե հիմա չարթնանաք այս թմբիրից, վաղը նրանք կխլեն ձեր վերջին վերնաշապիկը։ Ինչու՞։ Նուվ են բժիշկները լռում այս պարզ մեթոդի մասին։ Պատասխանը դաժան է, բայց պարզ։ Առողջ մարդը եկամուտ չի բերում։ Հիվանդը, ով ամեն ամիս դեղ է գնում, ոսկե հանք է։ Ռուբենը հիշեց իր հին ընկերոջը, բժիշկ Արմենին, ով վերջերս թողել էր հիվանդանոցը։ Ռուբեն, ասել էր նա շշուկով, ես հոգնել եմ մարդկանց թունավորելուց։ Արմենը հիմա գաղտնի բուժում է իր հիվանդներին հենց այն մեթոդով, որը կիրառում էին մեր պապերը։ Դուք պատրաստ եք լսել այն, ինչի մասին բարձրաձայնելը վտանգավոր է։ Եթե շարունակեք կուլ տալ քիմիական հաբերը, ձեր լյարդը կհրաժարվի աշխատել։ Բայց հույս կա և այն թաքնված է կարմիր կեղևի տակ։ Եկեք պարզենք, թե ինչ է կատարվում ձեր գլխում հենց հիմա։ Պատկերացրեք ձեր ուղեղի անոթները որպես հին, ժանգոտատած ջրատար խողովակներ։ Տեսնում եք այդ ժանգը։ Դա օքսիդատիվ սթրեսն է, ծերության գլխավոր դահիճը։ Երբ խողովակը խցանվում է կրով ու աղբով, ջուրը չի հասնում պարտեզին։ Ձեր ուղեղը այդ ծարավ պարտեզն է, որը չորանում է արյան պակասից։ Ինչ է անում դեղահաբը։ Այն միայն ներկում է խողովակը դրսից, բայց ներսում աղբը մնում է։ Դուք զգով եք, թե ինչպես է մառախուղը խթանում ձեր մտքերում։ Եթե չմաքրեք այդ խողովակները, պարտեզը կվերածվի անապատի։ Բայց բնությունը ստեղծել է հզոր լուծիչ, որը մաքրում է այդ ժանգը։ Դա նռան հյութն է, հարուստ պոլիֆենոլներով, և ընկույզի յուղը, լի օմեգա 3-ով։ Պատկերացրեք, թե ինչպես է այդ կարմիր հեղուկը հոսում ձեր երակներով, լվանալով ամեն մի կեղտ։ Այն գործում է ինչպես հզոր ցնցուղ, որը բացում է խցանումները։ Ռուբենը զգաց, թե ինչպես է սիրտը արագ խփում։ Նա հասկացավ, որ իր մարմինը կարոտ է այդ մաքրմանը։ Դուք զգով եք այդ կարոտը։ Առանց այս բնական լուծիչի, ձեր ուղեղի բջիջները խեղդվում են սեփական թափոնների մեջ։ Միայն մաքուր արյունը կարող է վերադարձնել հիշողությունը։ Ռուբենի միտքը կրկին թռավ դեպի Արցախի լեռնային հադրութ։ Նրա մեծ պապը Գարեգինը ապրեց 102 տարի։ Նա չգիտեր, թե ինչ է խոլեստերինը կամ ճնշման դեղը։ Նրա ձեռքերը կոշտ էին, ինչպես հին կաղնու կեղևը, բայց միտքը սուր ինչպես դաշույն։ Գարեգինը ամեն աշուն հավաքում էր վայրի նուռը։ Լսում եք պտուղների ճաքելու ձայնը։ Նա ճզմում էր դրանք հսկայական տակառներում, ստանալով թանձր, մուգ կարմիր հյութ։ Այդ հյութը նրանց համար ջրից էլ թանկ էր։ Ինչու ենք մենք մոռացել այդ համը։ Եթե դուք հրաժարվեք ձեր արմատներից, դուք կկորցնեք ձեր ապագան։ Գարեգինը ուներ մի սովորություն, որը սրբորեն պահպանում էր։ Ամեն առավոտ, արևը դեռ չծագած, նա ուտում էր 3 ընկույզ և խմում մի փոքրիկ գաված նռան հյութ, խառնած լեռնային ուրցի թուրմով։ Նա ասում էր. «Սա իմ գլխի լույսն է»։ Նրանց գյուղում ոչ ոք չէր տառապում մոռացկոտությամբ։ Նրանք հիշում էին յուրաքանչյուր նախնու անունը մինչև 7-րդ պորտը։ Տեսնում եք տարբերությունը։ Այսօր մենք ապավինում ենք համակարգիչներին, իսկ նրանք ապավինում էին բնությանը։ Ռուբենը հիշեց պապի աչքերի փայլը։ Այդ փայլը կյանքի նշանն էր, որը պակասում է մեզանից շատերին։ Դուք ուզում եք վերականգնել այդ փայլը։ Ժամանակակից գիտությունը վերջապես ստիպված եղավ խոստովանել ճշմարտությունը։
Շվեյցարիայի նյարդաբանության ինստիտուտի գաղտնի զեկույցը, որը հրապարակվեց 2019 թվականին, ցնցեց աշխարհը։ Գիտնականները ուսումնասիրել էին նռան էքստրակտի ազդեցությունը 70-ից բարձր տարիքի մարդկանց վրա։ Արդյունքները անհավատալի էին։ Մասնակիցների 85%-ի մոտ վերականգնվել էր մազանոթային արյան շրջանառությունը։ Պատկերացնում եք, ոչ մի դեղահապ չի տվել նման արդյունք, բայց այս զեկույցը արագ անհետացավ լրահոսից։ Ինչու՞։ Որովհետև նուռը չի կարելի արտոնագրել։ Դուք չեք կարող վաճառել այն $100-ով, ինչպես քիմիական հաբը։ Բժիշկ Արմենը պատմեց Ռուբենին մի դեպքի մասին, որը փոխել էր նրա կյանքը։ Նրա հիվանդներից մեկը, 75-ամյա տիկին Սեդան, պատրաստվում էր տեղափոխվել ծերանոց։ Նա այլևս չէր ճանաչում իր երեխաներին։ Արմենը, ռիսկի դիմելով, նշանակեց նրան Գարեգին պապի կուրսը։ 3 շաբաթ անց Սեդան ինքնուրույն եկավ բժշկի սենյակ և ժպտալով հարցրեց. «Բժիշկ, ուր էիք կորել։ Դուք հավատում եք հրաշքներին։ Սա հրաշք չէ, սա կենսաբանություն է։ Նռան պոլիֆենոլները, պունիկալագինները, անցնում են ուղեղի պաշտպանիչ պատնեշը և սկսում վերականգնել նեյրոնները։ Դեղահաբերը դա չեն կարող անել»։ Ռուբենը նայեց իր ձեռքի ընկույզին։ Այն իսկապես նման էր փոքրիկ ուղեղի, 2 կիսագնդերով։ Միր, թե սա բնության հուշումը չէ։ Ընկույզի մեջ կա մի նյութ, որը կոչվում է ալֆա-լինոլենաթու։ Այն միակ ճարպն է, որը կարող է կարկատել վնասված նյարդային բջիջները։ Երբ դուք խառնում եք այն նռան հյութի հետ, ստացվում է պայթյուն ավտանգ խառնուրդ, լավ իմաստով։ Այն արթնացնում է քնած ռեզերվները։ Եթե դուք հիմա չսկսեք սնուցել ձեր ուղեղը, այն կսկսի ուտել ինքն իրեն։ Սա սպառնալիք չէ, սա ֆիզիոլոգիական փաստ է։ Դուք պատրաստ եք տեսնել, թե ինչպես է ձեր միտքը մարում։ Այս մեթոդը արժե կոպեկներ, բայց արդյունքը անգին է։ Ռուբենը վճռականորեն վեր կացավ։ Նա գիտեր, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա։ Նա պետք է գտնի ճշգրիտ համամասնությունները։ Պարզապես ուտելը բավարար չէ։ Գաղտնիքը թաքնված է պատրաստման եղանակի և ժամանակի մեջ։ Մեր նախնիները գիտեին, թե երբ և ինչպես խառնել բաղադրիչները։ Մի սխալ քայլ, և դեղը կդառնա սովորական սնունդ։ Հաջորդիվ մենք կբացենք այդ հին մագահաթը և կկարծանք այնինչ գրված է տողերի արանքում։ Պատրաստվեք, որովհետև ձեր կյանքը փոխվելու է հենց հիմա։ Ռուբենը նստած էր իր հին բազմոցին, ձեռքին մի բաժակ կարմիր հեղուկ։ Նա նայում էր դրան կարծես կախարդական էլիքսիրի, բայց սա կախարդանք չէ, սա մաքուր գիտություն է։ Գիտեք, թե ինչ է կատարվում հիմա ձեր գլխում։ Պատկերացրեք Երևանի փողոցները պիկ ժամին, երբ մեքենաները խցանված են և ոչ ոք չի շարժվում։ Ձեր ուղեղի նեյրոնները հենց այդ վիճակում են։ Նրանք ազդանշաններ են ուղարկում, բայց ճանապարհները փակ են։ Ինչու։ Որովհետև ազատ ռադիկալները, այդ անտեսանելի ավազակները, քանդել են կամուրջները։ Դուք զգովում եք այդ խցանումը, երբ փորձում եք հիշել պարզ բառը։ Եթե հիմա չբացեք ճանապարհը, վաղը ամբողջ քաղաքը կկանգնի։ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները 2021 թվականին կատարեցին մի բացահայտում, որը ստիպեց նրանց վերանայել ամեն ինչ։ Նրանք պարզեցին, որ նռան մեջ պարունակվող պունիկալագինը ոչ թե պարզապես հակաօքսիդանտ է, այլ իսկական ճարտարապետ։ Այն վերականգնում է սինապսները, նյարդային բջիջների միջև կապերը։ Պատկերացրեք, որ փլված կամուրջը նորից կառուցվում է աչքի առաջ։ Ռուբենը զգաց, թե ինչպես է հույսը արթնանում։ Դուք ուզում եք, որ ձեր կամուրջները նորից ամուր լինեն։ Ընդամենը 28 օրում պունիկալագինը կարող է վերականգնել կորցրած կապերի մինչև 40%-ը։ Սա ֆանտաստիկա չէ, սա լաբորատոր փաստ է։ Բայց դեղատները ձեզ չեն ասի սրա մասին։ Նրանք ուզում են, որ դուք շարունակեք գնել նրանց ժամանակավոր կամուրջները, որոնք փլվում են 1 օրում։ Եկեք խոսենք ձեր ուղեղի ամենակարևոր մասի՝ հիպոկամպի մասին։ Սա ձեր հիշողության պահոցն է, ձեր անձնական գրադարանը։ Տարիքի հետ այն չորանում է, ինչպես ջրազրկված խնձորը։ Դուք տեսնում եք, թե ինչպես են գրքերը թափվում դարակներից։ Սա Ալցհեյմերի սկիզբն է։ Բայց մի վախեցեք, կա մի նյութ, որը կարող է կանգնեցնել այդ չորացումը։ Դա օմեգա 3 ճարպաթթուն է, որը առատորեն կա ընկույզի մեջ։ Ստենֆորդի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ ընկույզի ամենօրյա օգտագործումը մեծացնում է հիպոկամպի ծավալը 2%-ով ընդամենը 6 ամսում։ Ռուբենը նայեց իր ձեռքի ընկույզին, այն փոքր էր, բայց հզոր։ Միթե սա փրկողակ չէ։ Եթե դուք հիմա չսկսեք սնուցել ձեր գրադարանը, վաղը դուք չեք գտնի ոչ մի գիրք։
Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Ավագյանը տարիներ շարունակ թաքուն փորձարկում էր այս մեթոդը։ Նա տեսնում էր, թե ինչպես են իր հիվանդները տառապում թանկարժեք դեղերի կողմնակի ազդեցություններից՝ գլխացավեր, ստամոքսի խոցեր, անքնություն, դուք ծանոթ եք այս ցավերին։ Ավագյանը որոշեց ռիսկի դիմել։ Նա սկսեց իր հիվանդներին տալ հեղինե տատիկի բաղադրատոմսը, մի փոքր փոփոխված։ Նա ավելացրեց մի պտղունց չորացրած խնկունի, ռոզմարին։ Ինչո՞, որովհետև խնկունին պարունակում է կարնոզաթթու, որը պաշտպանում է ուղեղը թունավոր սպիտակուցներից։ Արդյունքները ցնցող էին։ 90 օր անց հիվանդների 78%-ի մոտ բարելավվեց կենտրոնացումը։ Նրանք սկսեցին հիշել հեռախոսահամարներ, որոնք մոռացել էին տարիներ առաջ։ Ռուբենը հիշեց, թե ինչպես էր պրոֆեսորը պատմում այդ մասին, աչքերը փայլեցնելով։ «Մենք սխալ ուղղությամբ էինք գնում, Ռուբեն», ասել էր նա։ «Մենք փորձում էինք ուղեղը ստիպել աշխատել քիմիայով, մինչդեռ նրան պետք էր պարզապես սնունդ։ Դուք հասկանում եք տարբերությունը։ Դեղը մտրակ է հոգնած ձիու համար, իսկ այս խառնուրդը թարմ խոտ եւ ջուր։ Որն է ավելի լավ։ Ձեր ուղեղը հոգնել է մտրակներից»։ Այն աղաղակում է օգնության համար։ Եթե շարունակեք մտրակել, մի օր այն պարզապես կկանգնի։ Եվ այդ օրը շատ ավելի մոտ է, քան դուք կարծում եք։ Վիճակագրությունը սարսափելի է։ 65-ից բարձր մարդկանց 30%-ը ունի թաքնված ճանաչողական խանգարումներ։ Դուք այդ 30%-ի մեջ եք։ Հիմա եկեք խոսենք արյան շրջանառության մասին։ Ձեր ուղեղը կշռում է մարմնի ընդամենը 2%-ը, բայց սպառում է էներգիայի 20%-ը։ Այն անկուշտ է, բայց եթե անոթները նեղացած են, սնունդը տեղ չի հասնում։ Նռան հյութը ակտիվացնում է ազոտի օքսիդի արտադրությունը, որը լայնացնում է անոթները։ Պատկերացրեք, որ նեղ արահետը վերածվում է լայն մայրուղու։ Արյունը սկսում է հոսել ազատ, բերելով թթվածին և գլյուկոզա։ Ռուբենը զգաց, թե ինչպես է ջերմությունը տարածվում գլխում։ Սա ոչ թե ճնշում է, այլ կյանք։ Դուք զգով եք այդ սառնությունը ձեր վերջույթներում, դա վատ շրջանառության նշան է։ Եթե չբացեք մայրուղիները, ձեր ուղեղը կսկսի սովամահ լինել։ Մոսկվայի բժշկական ակադեմիայի մի խումբ նյարդաբաններ 2022-ին գաղտնի փորձարկեցին այս երյակը՝ նուռ ընկույզ խնկունի։ Նրանք վախենում էին հրապարակել արդյունքները, որովհետև դրանք հակասում էին պաշտոնական ուղեցույցներին, բայց փաստերը համառ են։ Մասնակիցների մոտ, ովքեր օգտագործել էին խառնուրդը, ռեակցիայի արագությունը աճել էր 35%-ով։ Նրանք ավելի արագ էին լուծում խնդիրներ, քան 20 տարով երիտասարդները։ Ռուբենը ժպտաց։ Նա միշտ իմացել էր, որ հայկական լեռներում ինչ-որ բան կա։ Դուք պատրաստ եք դառնալ այդ գաղտնի գիտափորձի մասնակիցը։ Ձեզ պետք չեն լաբորատորիաներ, ձեզ պետք է միայն ձեր խոհանոցը։ Այս մեթոդը չունի կողմնակի ազդեցություններ, զերո, ոչ մի գլխացավ, ոչ մի սրտխառնոց, միայն էներգիա և պայծառություն։ Դուք որքան գումար եք ծախսում դեղերի վրա, հազարներ։ Այս խառնուրդը արժե կոպեկներ։ Ռուբենը հաշվեց, 1 բաժակ նռան հյութը և 3 ընկույզը ավելի էժան են, քան 1 տուփ հրաշք հաբը։ Իսկ արդյունքը դուք կզգաք արդեն 3-րդ օրը, ձեր քունը կլավանա, տրամադրությունը կբարձրանա, դուք կսկսեք հիշել երազները, դա նշան է, որ ուղեղը աշխատում է։ Բայց հիշեք, ամենակարևորը կանոնավորությունն է, մի բաց թողեք ոչ մի օր։ Ձեր ուղեղը չի սիրում ընդմիջումներ։ Հաջորդիվ մենք կսովորենք ճիշտ պատրաստման տեխնոլոգիան, որպեսզի չկորցնենք ոչ մի վիտամին։ Մնացեք մեզ հետ, քանի որ ամենակարևորը դեռ առջևում է։ Ռուբենը հագավ իր հին մաշված գոգնոցը և մոտեցավ խոհանոցի սեղանին։ Նա զգում էր, որ պատրաստվում է մի կարևոր վիրահատության։ Եվ իսկապես, սա վիրահատություն է, առանց դանակի։ Դուք գիտեք, որ սխալ հերթականությունը կարող է թույն դարձնել դեղը։ Եթե դուք նախ խմեք հյութը, հետո ուտեք ընկույզը, ձեր ստամոքսը կայրվի թթվից, իսկ ուղեղը կմնա սոված։ Ռուբենի ձեռքերը դողում էին, բայց ոչ թե վախից, այլ պատասխանատվությունից։ Նա գիտեր, որ մեկ սխալ քայլը կարող է արժենալ նրա հիշողությունը։ Դուք պատրաստ եք սովորել ճիշտ ալգորիթմը։ Գրի առեք ամեն մի բառը, որովհետև սա ձեր փրկության քարտեզն է։ Առաջին հերթին՝ նուռը։ Մի գնեք խանութի փայլուն մոմապատ պտուղները, դրանք մեռած են։ Գնացեք շուկա, փնտրեք մեղրի կամ Արցախի նուռը։ Այն պետք է լինի ծանր, կեղևը չոր և բարակ, կարծես կաշի։ Երբ սեղմեք, պետք է լսեք հատիկների ճարճատյունը։ Ռուբենը գտել էր հենց այդպիսին, մուգ կարմիր, գրեթե սև։ Զգոմ եք այդ վայրի բույրը, դա արևի համն է։ Եթե նուռը ներսից սպիտակ է, դեն նետեք, դա դեղ չէ, ձեզ պետք է մուգ առնագույն հյութը, հենց դրա մեջ է թաքնված կյանքը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կեղծ հյութերը պարունակում են 0% օգուտ եւ 100% վնաս։ Մի խաբվեք գեղեցիկ պիտակներին։ Երկրորդը՝ ընկույզը։ Փնտրեք տեղական լեռնային ընկույզ։ Կեղևը պետք է լինի բարակ, միջուկը ոսկեգույն։ Եթե այն մուգ է կամ դառը, ուրեմն հին է։ Հին ընկույզը թույն է ձեր լյարդի համար։ Ռուբենը ջարդեց 3 ընկույզ։ Լսում եք այդ չոր ձայնը։ Նա զգուշորեն հանեց միջուկները, չվնասելով թաղանթները։ Այդ թաղանթները նույնպես կարևոր են։ Դրանք պարունակում են յոդ, որը արթնացնում է վահանաձև գեղձը։ Եթե ձեր վահանաձև գեղձը քնած է, ուղեղը նույնպես կքնի։ Դուք ուզում եք արթնացնել ձեր մարմինը, ուրեմն մի դեն նետեք ոչինչ։ Եվ երրորդը՝ խնկունին, ռոզմարին։ Դա կարող եք գտնել ցանկացած թաղային շուկայում, տատիկների մոտ։ Այն պետք է լինի չորացրած, բայց ոչ փոշիացած։ Տերևները պետք է պահպանեն իրենց կանաչ գույնը։ Եթե դրանք մոխրագույն են, ուրեմն մեռած են։ Ռուբենը վերցրեց մի պտղունց, ընդամենը 3 մատով։ Զգում եք այդ սուր, թարմացնող հոտը։ Դա կամֆորան է, որը բացում է ուղեղի անոթները։ Առանց խնկունի նուրն ու ընկույզը կաշխատեն միայն կես ուժով։ Սա կատալիզատոր է, մի մոռացեք դրա մասին։ Գիտնականները պարզել են, որ խնկունու բույրը մեծացնում է հիշողությունը 75%-ով։ Հիմա բուն գործընթացը։ Առավոտյան դեռ սոված վերցրեք 3 ընկույզի միջոկները եւ մանրացրեք դանակով։ Մի օգտագործեք բլենդեր, մետաղը օքսիդացնում է յուղերը։ Ռուբենը կտրատում էր դանդաղ, վայելելով գործընթացը։ Ավելացրեք մանրացված ընկույզի վրա մի պտղունց խնկունի, խառնեք։ Հիմա կերեք այս խառնուրդը, դանդաղ ծամելով։ Դուք պետք է զգաք, թե ինչպես է այն վերածվում մածուկի։ Մի շտապեք կուլ տալ։ Թողեք, որ այն ներծծվի լեզվի տակ։ Այնտեղ են գտնվում ամենակարևոր անոթները։ Զգում եք ջերմություն, դա նշանակում է, որ գործընթացը սկսվել է։ Հենց կուլ տվեցիք, սպասեք ճիշտ 10 րոպե, ոչ ավել, ոչ պակաս։ Այդ ընթացքում ընկույզի յուղերը պատում են ստամոքսի պատերը, պաշտպանելով թթվից։ Հիմա խմեք կես բաժակ, 100 մլի, թարմ քամած նռան հյութ, խմեք փոքր կումերով։ Ռուբենը փակեց աչքերը, համը թթվաշ էր, կծող, բայց հաճելի։ Նա պատկերացրեց, թե ինչպես է այդ կարմիր գետը միանում ընկույզի յուղերին և ստեղծում հզոր էմուլսիա։ Այդ էմուլսիան ուղիղ գնում է դեպի ուղեղ։ Դուք կզգաք թեթև գլխապտույտ, մի վախեցեք, դա թթվածնի հոսքն է, ձեր ուղեղը շնչում է։ Առաջին ժամվա ընթացքում դուք կզգաք էներգիայի աճ, կարծես մեկը վառել է լույսը մութ սենյակում։ Մեկ շաբաթ անց դուք կսկսեք հիշել մանրուքներ, հեռախոսահամարներ, անուններ։ Մեկ ամիս անց ձեր տեսողությունը կսրվի։ Ռուբենի հարևանուհին, տիկին Գոհարը, ով տառապում էր մշտական միգրենից և մոռացկոտությունից, սկսեց այս կուրսը 2 ամիս առաջ։ Նա ծախսել էր իր տան կեսը բժիշկների վրա, ոչինչ չէր օգնում։ Հիմա նա վազում է շուկա, հաշվում է դրամը մտքում և գրում է բանաստեղծություններ։ Դուք հավատում եք։ Նա ասում է՝ ես նորից ծնվեցի։ Բայց զգուշացում, եթե դուք ունեք ստամոքսի բարձր թթվայնություն, խմեք հյութը ջրով նոսրացրած, 50-50, եթե չանեք, կայրեք ստամոքսը։ Ռուբենը գիտեր դա։ Նա զգույշ էր։ Ձեր մարմինը տաճար է, մի քանդեք այն անգիտությամբ։ Ամեն օր, ճիշտ նույն ժամին։ Դա է գաղտնիքը։ Ձեր մարմինը սիրում է ռիթմ։ Եթե խախտեք ռիթմը, արդյունքը կկորչի։ 65-ից բարձր մարդկանց մոտ, ովքեր հետևում են այս ռեժիմին, ինսուլտի ռիսկը նվազում է 60%-ով։ Սա կյանքը և մահվան հարց է։ Դուք ընտրում եք կյանքը։ Ռուբենը ավարտեց իր արարողությունը։ Նա զգաց, թե ինչպես է ուժը հոսում երակներով։ Նա նայեց պատուհանից դուրս։ Աշխարհը ավելի պայծառ էր թվում։ Գույները ավելի վառ էին։ Նա հիշեց, թե որտեղ է դրել բանալին։ Այն գրպանում էր։ Նա ժպտաց։ Սա միայն սկիզբն է։ Կան ուրիշ գաղտնիքներ, որոնք ուժեղացնում են այս ազդեցությունը տասնապատիկ։ Մենք դեռ չենք խոսել շնչառության և քնի մասին։ Հաջորդիվ մենք կբացահայտենք մի հին հայկական վարժություն, որը կօգնի ձեզ պահպանել այս արդյունքը ընդմիշտ։ Մի գնացեք, ձեր փրկությունը շարունակվում է։ Ռուբենը նստած էր պատուհանի մոտ, նայելով արևի մայրամուտին։ Նա արդեն գիտեր, որ նռան հյութը և ընկույզը իր փրկության հիմքն են։ Բայց դա դեռ ամբողջը չէր։ Կա մի գաղտնիք, որը բժիշկները երբեք չեն հասցնում ասել ձեզ 10-րոպյանոց այցի ընթացքում։ Դուք գիտեք, որ ձեր ուղեղը շնչում է, ոչ թե քթով, այլ բջիջներով։ Եթե այդ շնչառությունը խաթարված է, ոչ մի դեղ չի օգնի։ Ռուբենը զգաց, թե ինչպես է կրծքավանդակը սեղմվում։ Դուք էլ եք հաճախ զգում օդի պակաս, չէ՞։ Սա առաջին նշանն է, որ ձեր ուղեղը խեղդվում է։ Եթե հիմա չսովորեք ճիշտ շնչել, վաղը կկորցնեք գիտակցությունը։
Քչերը գիտեն, որ հին հայ բժիշկները օգտագործում էին հատուկ շնչառական տեխնիկա՝ լեռան շունչը։ Այն ուժեղացնում են նռան եւ ընկույզի ազդեցությունը տասնապատիկ։ Ռուբենը սկսեց կիրառել այն։ Նստեք ուղիղ, մեջքը հենեք աթոռին, փակեք աչքերը։ Հիմա խորը շունչ քաշեք քթով, հաշվելով մինչև 4-ը։ Պատկերացրեք, թե ինչպես է մաքուր սառը օդը լցվում ձեր գլուխը։ Պահեք շունչը 7 վայրկյան։ Այս պահին թթվածինը հասնում է ուղեղի ամենահեռավոր անկյունները։ Հետո դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8-ը։ Զգոմ եք, թե ինչպես է լարվածությունը դուրս գալիս։ Եթե դուք սա չանեք, ձեր ուղեղը կմնա թթվածնային քաղցի մեջ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինսուլտների 45%-ը տեղի է ունենում գիշերը թթվածնի պակասի պատճառով։ Ռուբենի հարևանը 70-ամյա Գևորգը մի տարի առաջ պատրաստվում էր վաճառել իր մեքենան։ Նա այլևս չէր կարողանում վարել, ուշադրությունը ցրված էր, ձեռքերը դողում էին։ Բժիշկները ախտորոշել էին պարկինսոնիզմի սկզբնական փուլ։ Նա ծախսել էր իր խնայողությունները դեղերի վրա, բայց ապարդյուն։ Գևորգը հուսահատ էր, բայց երբ նա սկսեց կիրառել լեռան շունչը նռան թերապիայի հետ միասին, հրաշք տեղի ունեցավ։ Երրորդ շաբաթում դողը նվազեց, 2 ամիս անց նա նորից նստեց ղեկին։ Դուք ուզում եք վերադարձնել ձեր ազատությունը։ Գևորգը հիմա ամեն առավոտ վարում է դեպի Սևան ձուկ բռնելու։ Նա ասում է. «Ես շնչում եմ կյանքը»։ Կա ևս մի ներբություն, որը փորձառու բժիշկները պահում են իրենց համար։ Դա ժամանակն է։ Մարդու մարմինը ենթարկվում է կենսաբանական ռիթմերին։ Նրան հյութը պետք է խմել առավոտյան, ժամը 7-ից 9։ Այդ ժամանակ ստամոքսը ամենաակտիվն է, իսկ ընկույզը ավելի լավ է ուտել կեսօրին, ժամը 12-ից 2-ը։ Այդ ժամանակ ուղեղը պահանջում է ճարպեր։ Ռուբենը սկզբում սխալ էր անում, ուտում էր ամեն ինչ միանգամից, բայց երբ նա բաժանեց ընդունումը, արդյունքը կրկնապատկվեց։ Դուք զգում եք հոգնածություն ճաշից հետո։ Դա նշան է, որ ձեր ուղեղը սոված է։ Եթե չկերակրեք նրան ճիշտ ժամին, նա կանջատվի։ Իսկ լուսինը մի ծիծաղեք։ Հին հայերը գիտեին, որ լիալուսնի ժամանակ հեղուկները մարմնում շարժվում են այլ կերպ։ Լիալուսնի օրերին նրան հյութի ազդեցությունը ուժեղանում է։ Այդ օրերին Ռուբենը խմում է մի փոքր ավելի, 150 միլիլիտր, եւ նա զգում է, թե ինչպես է էներգիան հորդում։ Գիտնականները հաստատել են, որ լիալուսնի ժամանակ մազանոցները լայնանում են։ Օգտագործեք բնության այս նվերը։ Եթե դուք անտեսեք տիեզերական ռիթմերը, դուք կլողաք հոսանքին հակառակ, եւ հոսանքը ձեզ կտանի դեպի անդունդ։ Տարեկան ավելի քան 50,000 մարդ մահանում է սխալ դեղորայքային բուժման պատճառով։ Մի եղեք վիճակագրություն։ Ռուբենը հայտնաբերեց ևս մի գաղտնի հավելում՝ դարչին։ Մի պտղունց ցեյլոնյան դարչինը նռան հյութի մեջ հրաշքներ է գործում։ Այն կարգավորում է շաքարը արյան մեջ։ Եթե շաքարը տատանվում է, ուղեղը տառապում է։ Դուք ունեք շաքարային դիաբետ։ Դա ուղեղի թիվ 1 թշնամին է։ Դարչինը կամուրջ է, որը օգնում է գլյուկոզային մտնել բջիջ։ Ռուբենը սկսեց ավելացնել դարչինը եւ զգաց, որ գլխացավերը անհետացան։ Բժիշկները գիտեն սա, բայց նախընտրում են նշանակել ինսուլին։ Ինսուլինը բուժում է հետևանքը, իսկ դարչինը պատճառը։ Դուք ո՞րն եք ընտրում։ Միայն ամենափորձառու նյարդաբանները գիտեն լեզվի մերսման մասին։ Այո, լեզվի։ Առավոտյան ատանները լվանալիս մերսեք լեզուն խոզանակով։ Լեզվի վրա կան կետեր, որոնք կապված են ուղեղի բոլոր բաժինների հետ։ Ռուբենը սկզբում թերահավատ էր, բայց երբ փորձեց, զգաց, թե ինչպես է գլուխը պարզվում։ Դա նման է կոճակը սեղմելուն, որը միացնում է համակարգը։ Եթե դուք չարթնացնեք ձեր ուղեղը առավոտյան, այն կքնի ամբողջ օրը, եւ մի օր այն կարող է չարթնանալ ընդհանրապես։ Հիշողության կորուստը սկսվում է փոքր բաներից։ Մի թողեք, որ այն վերածվի ձնագնդի։ Գևորգի պատմությունը ավարտվեց հաղթանակով։ Նա ոչ միայն վերականգնեց առողջությունը, այլև սկսեց սովորել իսպաներեն 70 տարեկանում։ Դուք կարծում եք, որ ուշ է։ Երբեք ուշ չէ։ Ձեր ուղեղը ունի անսահմանափակ հնարավորություններ, եթե նրան տաք ճիշտ վառելիք։ Ռուբենը նայեց իր ձեռքերին։ Դողը անցել էր։ Նա զգում էր ուժ, վստահություն։ Նա գիտեր, որ գտել է բանալին։ Բայց կա ևս մի վտանգ, որի մասին մենք չենք խոսել։ Դա հակացուցումներն են։ Նույնիսկ ամենալավ դեղը կարող է վնասել, եթե օգտագործվի սխալ։ Հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ում է արգելված այս մեթոդը եւ ինչպես խուսափել ճակատագրական սխալներից։ Պատրաստվեք, որովհետև զգուշությունը իմաստության մայրն է։ Ռուբենը սեղանի վրա դրեց իր առողջության օրագիրը։ Էջերը լցված էին թվերով՝ ճնշում, զարկերակ, քնի ժամեր։ Նա հասկացել էր մի դաժան ճշմարտություն՝ առանց հսկողության ցանկացած դեղ թույն է։ Դուք գիտեք ձեր ճնշումը հենց հիմա։ Եթե ոչ, դուք խաղում եք ռուսական ռուլետկա։ Նռան հյութը հզոր է, այնքան հզոր, որ կարող է կտրուկ իջեցնել ճնշումը։
Եթե դուք արդեն խմում եք հիպոտենզիվ դեղեր, այս համադրությունը կարող է հանգեցնել կոլապսի։ Ռուբենի հեռավոր ազգականը 68-ամյա Սեդրակը անտեսեց այս կանոնը, նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում։ Դուք ուզում եք կրկնել նրա սխալը։ Ձեր կյանքը խաղալիք չէ։ Վիճակագրությունը սարսափելի է։ 65-ից բարձր տարիքի մարդկանց 20%-ը հայտնվում է հիվանդանոցում դեղերի սխալ համադրության պատճառով։ Նրան հյութը պարունակում են նյութեր, որոնք արգելափակում են լյարդի որոշ ֆերմենտներ։ Դա նշանակում է, որ որոշ դեղեր, ստատիններ, խոլեստերինի համար, արյունը ջրի կացնողներ, վարֆարին, մնում են արյան մեջ ավելի երկար, քան պետք է։ Արդյունքը՝ գերդոզավորում։ Ռուբենը խորհրդակցեց իր բժշկի հետ։ Բժիշկը կրճատեց նրա դեղաչափը կիսով չափ։ Դուք խոսել եք ձեր բժշկի հետ։ Եթե ոչ, դադարեցրեք ամեն ինչ հենց հիմա։ Անգիտությունը մարդասպան է։ Եթե դուք ունեք ստամոքսի խոց կամ բարձր թթվայնությամբ գաստրիտ, մաքուր նրան հյութը ձեզ համար արգելված է։ Այն կայրի ձեր լորձաթաղանթը, ինչպես թթուն։ Ռուբենը գիտեր սա։ Նա միշտ խառնում էր հյութը ջրի հետ 1:1 հարաբերակցությամբ եւ խմում էր ձողիկով։ Ինչու՞, որովհետև նրան թթուն քայքայում է ատամի էմալը։ Դուք ուզում եք կորցնել ձեր ատամները։ Փոքր մանրուքները որոշում են ամեն ինչ։ Ձեր մարմինը չի ների անփթությունը։ Յուրաքանչյուր սխալ քայլ մոտեցնում է ձեզ անդառնալի կետին։ Երբեք, լսում եք, երբեք մի խմեք նրան հյութը քնելուց առաջ։ Այն տոնուսավորում է, ինչպես սուրճը։ Եթե խմեք երեկոյամ, անքննությունը երաշխավորված է։ Իսկ անքննությունը սպանում է ուղեղի բջիջները ավելի արագ, քան ցանկացած թույն։ Ռուբենը սահմանել էր երկաթյա կանոն, վերջին կումը ժամը 16:00-ին։ Դուք հետևում եք ռեժիմին, եթե ոչ, դուք վատնում եք ձեր ժամանակը։ Առանց քնի ուղեղը չի կարող մաքրվել տոքսիններից։ Եթե դուք չեք քնում, դուք դանդաղ մահանում եք։ Սա չափազանցություն չէ, սա ֆիզիոլոգիա է։ Ռուբենի օրագիրը ցույց էր տալիս հետաքրքիր միտում։ Առաջին շաբաթում նրա ճնշումը մի փոքր բարձրացել էր, նա վախեցել էր, բայց բժիշկը բացատրեց, դա նորմալ է, մարմինը հարմարվում է։ Անոթները սկսում են աշխատել։ Դուք պետք է համբերատար լինեք։ Մի սպասեք հրաշքի 1 օրում։ Բուժումը մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Եթե դուք շտապեք, կընկնեք։ Շատերը թողնում են կես ճանապարհին, որովհետև չեն տեսնում արագ արդյունք։ Նրանք կորցնում են իրենց շանսը։ Դուք պատրաստ եք պայքարել մինչև վերջ։ Եթե դուք ունեք փորկապություն, զգույշ եղեք։ Նուռը պարունակում է տանիններ, որոնք ամրացնում են աղիները։ Ռուբենը լուծեց այս խնդիրը պարզ ձևով, ավելացրեց սննդակարգին ավելի շատ ջուր եւ սալորաչիր։ Ձեր աղիները ձեր երկրորդ ուղեղն են։ Եթե դրանք խցանված են, գլուխը նույնպես կխցանվի։ Դուք հետևում եք ձեր մարսողությանը։ Տոքսինները աղիներից անցնում են արյան մեջ եւ թունավորում ուղեղը։ Սա փակ շրջան է։ Դուք պետք է կոտրեք այն։ Կա եւս մի կարևոր կետ՝ ալերգիա։ Նույնիսկ եթե դուք երբեք չեք ունեցել ալերգիան նռան կամ ընկույզի հանդեպ, տարիքի հետ մարմինը փոխվում է։ Սկսեք փոքր չափաբաժիններից՝ 1 թեյի գթալ հյութ, կես ընկույզ։ Ռուբենը այդպես էր արել, նա լսում էր իր մարմնին։ Եթե զգաք քոր, ցան կամ շնչառության դժվարություն, անմիջապես դադարեցրեք։ Դա անաֆիլակտիկ շոկի նշան կարող է լինել։ Դուք գիտեք, թե ինչպես օգտվել շտապ օգնությունից։ Ձեր կյանքը կարող է կախված լինել վայրկյաններից։ Մի եղեք հերոս, եղեք խելացի։ Ռուբենի ծանոթը 72-ամյա Վարդանը որոշեց, որ շատը լավ է։ Նա խմում էր 1 լիտր հյութ հորական։ 2 շաբաթ անց նրա ենթաստամոքսային գեղձը բորբոքվեց, նա հազիվ փրկվեց։ Չափավորությունը ոսկե կանոն է։ Մի գերազանցեք նշված չափաբաժինները։ Ձեր մարմինը մեքենա չէ, որին կարող եք լցնել անսահմանափակ վառելիք։ Այն նուրբ գործիք է։ Վերաբերվեք նրան հարգանքով։ Դուք ունեք միայն 1 մարմին։ Եթե փչացնեք այն, պահեստամասեր չկան։ Այսպիսով ամփոփենք։ Խորհրդակցեք բժշկի հետ, ստուգեք դեղերի համատեղելիությունը, սկսեք փոքրից, լսեք ձեր մարմնին, պահպանեք ռեժիմը եւ ամենակարևորը՝ մի վախեցեք, բայց եղեք զգոն։ Ռուբենը փակեց օրագիրը, նրա ճնշումը կայուն էր 120 օդխուն։ Նա ժպտաց, նա վերահսկում էր իրավիճակը։ Իսկ դուք պատրաստ եք ստանձնել պատասխանատվությունը ձեր կյանքի համար։ Հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես այս մեթոդը դարձնել կենսակերպ, ոչ թե ժամանակավոր բուժում, որովհետև առողջությունը ճանապարհ է, ոչ թե նպատակակետ։ Ռուբենը կանգնած էր իր փոքրիկ պարտեզում, ձեռքին թարմ կանաչի։ Նա հասկացել էր, որ նռան հյութը միայն սկիզբն է։ Եթե դուք լցնեք թանկարժեք վառելիք ժանգոտացած շարժիչի մեջ, մեքենան չի գնա։ Ձեր մարմինը համակարգ է, որտեղ ամեն ինչ կապված է։ Դուք ինչ եք կերել այսօր նախաճաշին, սպիտակ հաց, շաքարով թե յու։ Դուք թունավորում եք ձեր ուղեղը սեփական ձեռքերով։ Շաքարը սոսնձում է նեյրոնները, ինչպես մաստակը մազերը։ Եթե հիմա չփոխեք ձեր սննդակարգը, վաղը ձեր ուղեղը կվերածվի կպչուն զանգվածի։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շաքարի չարաշահումը մեծացնում է դեմենցիայի ռիսկը 40%-ով։ Դուք ուզում եք լինել այդ վիճակագրության մեջ։ Հայկական հողը տալիս է ամեն ինչ, ինչ պետք է երկարակեցության համար։ Մոռացեք սուպերմարկետների պլաստմասե բանջարեղենը։ Գնացեք շուկա, փնտրեք ավելուկ, սիբեղ, թրթնջուկ։ Այս վայրի խոտաբույսերը լի են ֆոլատ թվով, որը պաշտպանում է ուղեղը։ Ռուբենը հիմա ամեն օր պատրաստում է կյանքի աղցան։ Վերցրեք մի կապ կոտեմ, մի կապ թարխուն, 2 վարունգ և 3 նկույս։ Կտրատեք մանր, ավելացրեք մի գդալ ձիթապտղի յուղ և կես կիտրոնի հյութ։ Ոչ մի մայոնեզ։ Մայոնեզը մահ է անոթների համար։ Այս աղցանը մաքրում է արյունը տոքսիններից։ Դուք զգում եք թեթևություն ուտելուց հետո։ Եթե ոչ, դուք սխալ եք սնվում։ Եկեք խոսենք շարժման մասին։ Ձեր ուղեղը սնվում է միայն այն ժամանակ, երբ դուք շարժվում եք։ Նստակյաց կյանքը դանդաղ ինքնասպանություն է։ Ռուբենը ամեն առավոտ անում է 7 քայլ վարժությունը։ Դա պարզ է։ Քայլեք տեղում, բարձրացնելով ծնկները մինչև գոտկատեղ։ Հաշվեք մինչև 70-ը։ Ինչու՞։ Որովհետև այդ ժամանակ ակտիվանում է սրունքի մկանը, մեր երկրորդ սիրտը։ Այն մղում է երակային արյունը դեպի վեր, դեպի գլուխ։ Դուք զգում եք, թե ինչպես է արյունը խփում քունքերին, դա լավ նշան է։ Եթե դուք չշարժեք ձեր ոտքերը, ձեր գլուխը կմնա առանց սննդի։ Օրական 30 րոպե քայլքը նվազեցնում է Ալցհայմերի ռիսկը 50%-ով։ Դուք ունեք 30 րոպե ձեր կյանքի համար։ Ստրեսը այն անտեսանելի մարդասպանն է։ Երբ դուք նյարդայնանում եք, մարմինը արտադրում է կորտիզոլ։ Կորտիզոլը ուղղակիորեն սպանում է հիպոկամպի բջիջները։ Ռուբենը հիշեց իր հարևանուհուն, տիկին Անահիտին։ Նա միշտ անհանգիստ էր, միշտ բողոքում էր։ 2 տարի առաջ նա կորցրեց հիշողությունը։ Դուք եք անընդհատ անհանգստանում, դադարեցրեք։ Ռուբենը սովորեց մի պարզ տեխնիկա՝ 3 շնորհակալություն։ Ամեն երեկո քնելուց առաջ նա բարձրաձայն ասում է 3 բան, որի համար շնորհակալ է։ Դա կարող է լինել արևի շողը, թորան ժպիտը կամ համեղ ընթրիքը։ Սա փոխում է ուղեղի քիմիոն։ Դրական մտքերը ստեղծում են նոր նեյրոնային կապեր։ Դուք փորձել եք սա։ Քունը սրբություն է։ Գիտնականները պարզել են, որ ուղեղը ունի իր կոյուղին՝ գլիմֆատիկ համակարգը։ Այն աշխատում է միայն խորը քնի ժամանակ։ Եթե դուք քնում եք 6 ժամից պակաս, աղբը մնում է գլխում։ Ռուբենը հիմա քնում է ճիշտ ժամը 10-ին։ Նա անջատում է հեռուստացույցը, հեռախոսը։ Նա խմում է մի բաժակ երիցուկի թեյ։ Դուք դիտում եք լուրեր քնելուց առաջ։ Դուք լցնում եք ձեր ուղեղը աղբով։ Անջատեք աշխարհը և միացրեք ձեր ներսի խաղաղությունը։ Եթե դուք չքնեք, դուք կկորցնեք ձեր միտքը։ Բառացիորեն։ Ռուբենի ծանոթը 69-ամյա Կարենը մի ժամանակ հաջողակ ճարտարագետ էր, բայց կորցրել էր ամեն ինչ խմիչքի և դեպրեսիայի պատճառով։ Նա ապրում էր մենակ, կեղտոտ բնակարանում։ Երբ Ռուբենը պատմեց նրան այս մեթոդի մասին, Կարենը ծիծաղեց, բայց հետո հուսահատությունից դրդված փորձեց։ Նա սկսեց փոքրից՝ 1 բաժակ հյութ, մի քանի ընկույզ, հետո սկսեց քայլել, հետո մաքրեց տունը։ 6 ամիս անց Կարենը վերադարձավ աշխատանքի, որպես խորհրդատու։ Նա ասում է. «Ես դուրս եկա գերեզմանից»։ Դուք հավատում եք վերածննդին։ Այն հնարավոր է, եթե դուք փոխեք ձեր սովորությունները։ Օպտիմալ ռեժիմը սա է. 0700 արթնացում, 1 բաժակ ջուր, լեզվի մերսում, 0730 7 քայլ վարժություն, 0800 նռան և ընկույզի հարնուրդ, 0800 նախաճաշ, ձու պանիր կանաչի, 1300 ճաշ, ապուր, աղցան, ձուկ, 1600 զբոսանք մաքուր օդին, 1900 թեթև ընթրիք, մածուն բանջարեղեն, 2000 քուն։ Դուք կարող եք հետևել այս պարզ գրաֆիկին։ Սա բարդ չէ, սա կարգապահություն է։ Կարգապահությունը ազատություն է, ազատություն հիվանդությունից, ազատություն վախից։ Ռուբենը նայեց հայելու մեջ։ Նա տեսավ ոչ թե ծերունու, այլ իմաստուն տղամարդու։ Նրա աչքերը փայլում էին, նրա մաշկը առողջ էր։ Նա գտել էր հավասարակշռությունը։ Նա հասկացել էր, որ առողջությունը մեկ դեղահապ չէ, այլ հազարավոր փոքր ընտրություններ։ Ամեն անգամ, երբ դուք վերցնում եք պատառաքաղը, դուք ընտրում եք սնուցել հիվանդությունը, թե պայքարել դրա դեմ։ Ինչ եք ընտրում դուք։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է։ Մի թողեք այն բախտի քմահաճույքին։ Հաջորդիվ, մեր վերջին բաժնում մենք կամփոփենք ամեն ինչ և կտանք ձեզ վերջնական մոտիվացիա։ Դուք կլսեք մի պատմություն, որը կստիպի ձեզ վեր կենալ և գործել հենց հիմա։ Մի փակեք տեսանյութը, ամենակարևոր խոսքերը դեռ չեն ասվել։ Ձեր ապագան սպասում է ձեզ։ Ռուբենը փակեց իր կաշվեպատ օրագիրը և խորը շունչ քաշեց։ Նա կանգնած էր իր տան պատշգամբում, նայելով ծաղկած նռնենուն։
Ընդամենը 3 ամիս առաջ նա վախենում էր դուրս գալ տնից։ Նա վախենում էր մոլորվել սեփական փողոցում, իսկ հիմա նա պատրաստվում է շախմատի մրցաշարի իր թորան դպրոցում։ Դուք տեսնում եք այդ հաղթական ժպիտը, սա բախտ չէ, սա ընտրություն է։ Այս պահին դուք կանգնած եք ճիշտ նույն խաչմերուկում, որտեղ կանգնած է Ռուբենը։ Ձեր առջև երկու ճանապարհ կա, որն եք ընտրելու դուք։ Առաջին ճանապարհը հեշտ է, բայց տանում է դեպի անդունդ, դա անգործության ճանապարհն է։ Դուք փակում եք այս տեսանյութը, հոգոց եք հանում եւ շարունակում եք ապրել այնպես, ինչպես երեք։ Դուք ուտում եք շաքար, նստում եք բազմոցին եւ հույսը դնում եք դեհահաբերի վրա։ Գիտեք թե ինչ կլինի 1 ամիս անց, ոչինչ չի փոխվի, եւ դա ամենասարսափելին է։ Մառախուղը ձեր գլխում կխթանա, բառերը կսկսեն փախչել ձեզանից։ 6 ամիս անց դուք կմոռանաք անջատել գազոչախը։ 1 տարի անց դուք կդառնաք բեռ ձեր երեխաների համար։ Վիճակագրությունը անողոք է, անգործության մատնված 70 տարեկանների 40%-ը հաջորդ 5 տարում կորցնում է ինքնուրույնությունը։ Դուք ուզում եք, որ ձեր երեխաները փոխեն ձեր տակդիրները, բայց կա երկրորդ ճանապարհը, դա Ռուբենի ճանապարհն է, դա կարգապահության եւ բնությանը վստահելու ճանապարհն է։ Եթե դուք սկսեք հենց այսօր, հենց հիմա, գնալով խոհանոց եւ ջարդելով առաջին ընկույզը, հրաշքը կսկսվի։ 1 շաբաթ անց դուք կզգաք, որ ձեր քունը դարձել է խորը եւ հանգիստ։ Առավոտյան դուք կզարթնեք առանց գլխացավի։ 1 ամիս անց դուք կնկատեք, որ հիշում եք հեռուստահաղորդման բոլոր մանրամասները։ Ձեր տրամադրությունը կբարձրանա, տագնապը կանհետանա։ 6 ամիս անց դուք կլինեք ուրիշ մարդ։ Դուք կունենաք էներգիա սարեր շուռ տալու համար։ Ձեր ուղեղը կաշխատի ժամացույցի պես։ Սա խոստում չէ, սա գիտական փաստ է։ Ռուբենի կյանքը փոխվեց ոչ միայն առողջական առումով։ Երբ նրա միտքը պայծառացավ, նա վերականգնեց կապը իր հին ընկերների հետ։ Նա սկսեց գրել իր հուշերը, որոնք վաղուց մտադիր էր թողնել թորներին։ Նա նույնիսկ օգնեց որդուն բիզնեսի հաշվարկներում։ Պատկերացնում եք։ 68 տարեկանում նա դարձավ ընտանիքի ամենակարևոր խորհրդատուն։ Նա այլևս ծերուկ չէր, նա նահապետ էր։ Դուք էլ եք ուզում վերականգնել ձեր հեղինակությունը։ Ձեր ընտանիքը կարիք ունի ձեր իմաստությանը, ոչ թե ձեր հիվանդությանը։ Եթե դուք չպայքարեք ձեր ուղեղի համար, դուք կխլեք նրանցից այդ իմաստությունը։ Ժամանակակից աշխարհը փորձում է համոզել մեզ, որ ծերությունը տկարություն է, դա սուտ է։ Մեր նախնիները ապրել են մինչև 100 տարի, պահպանելով մտքի սրությունը։ Ինչու՞։ Որովհետև նրանք ապրում էին բնության հետ ներդաշնակ։ Նրանք գիտեին, որ ամեն ցավի դեղը հողի մեջ է։ Մենք, հայերս, ունենք յուրահատուկ գենետիկա, որը սիրում է նուրն ու ընկույզը, դա մեր ԴՆԹ-ի մեջ է։ Գիտնականները ապշած են, թե ինչպես է պարզ սննդակարգը վերականգնում նեյրոնները։ Նրանք դա անվանում են ֆենոմեն, բայց մենք դա անվանում ենք վերադարձ արմատներին։ Դուք պատրաստ եք ընդունել ձեր ժառանգությունը։ Ամեն րոպեն, որ դուք անցկացնում եք կասկածելով, թշնամի է։ Ձեր ուղեղի բջիջները չեն սպասում, նրանք կամ սնվում են, կամ մեռնում։ Ընտրությունը կատարվում է հենց հիմա։ Ռուբենը հաճախ է ասում. «Ես չեմ վախենում մահից, ես վախենում եմ չապրած կյանքից»։ Դուք ապրում եք, թե պարզապես գոյատևում։ Այս մեթոդը ձեզ տալիս է ոչ թե ուղղակի տարիներ, այլ կյանքով լեցուն տարիներ։ Պատկերացրեք, որ դուք 80 տարեկանում սովորում եք նոր լեզու, ճամփորդում եք, սիրահարվում եք կյանքին նորովի։ Սա հնարավոր է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են դա, ինչով եք դուք պակաս նրանցից։ Ձեր մարմինը տաճար է, որտեղ ապրում է ձեր հոգին։ Եթե տաճարի պատերը քանդվեն, հոգին կմրսի։ Պատասխանատվությունը ձերն է։ Ոչ բժիշկը, ոչ դեղագործը, ոչ էլ կառավարությունը չեն կարող ձեզ փրկել, եթե դուք չուզեք փրկել ինքներդ ձեզ։ Սիրեք ձեզ այնքան, որ հրաժարվեք վատ սովորություններից։ Սիրեք ձեզ այնքան, որ ամեն առավոտ պատրաստեք այդ կենարար խառնուրդը։ Դա եսասիրություն չէ, դա ամենամեծ նվերն է, որ կարող եք անել ձեր սիրելիներին, լինել առողջ եւ երջանիկ։ Մենք պետք է շնորհակալ լինենք, շնորհակալ բնությանը այս հրաշք պարգևների համար, շնորհակալ գիտությանը մեր աչքերը բացելու համար եւ շնորհակալ մեր նախնիներին այս իմաստնությունը դարերի միջով մեզ հասցնելու համար։ Ռուբենը նայում է երկնքին եւ ժպտում։ Նա գիտի, որ հաղթել է, նա գիտի, որ իր միտքը իր ամրոցն է եւ այդ ամրոցը անառիկ է։ Դուք էլ կարող եք կառուցել այդ ամրոցը։ Աղյուս առ աղյուս, ընկույս առ ընկույս, կաթիլ առ կաթիլ։ Հիմա հերթը ձերն է։ Մի թաղեք, որ այս գիտելիքը մնա օդում կախված։ Սկսեք գործել։
Հենց այսօր գնացեք շուկա, գնեք այդ նուռը, գտեք այդ ընկույսը եւ խոստացեք ինքներդ ձեզ, որ այլևս երբեք չեք հանձնվի։ Գրեք մեկնաբանություններում «Ես ընտրում եմ կյանքը», թող դա լինի ձեր առաջին քայլը։ Կիսվեք ձեր արդյունքներով, պատմեք ձեր զգացողությունների մասին։ Մենք մի մեծ ընտանիք ենք եւ մենք միասին ենք այս պայքարում։ Բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ կարևոր բացահայտումը։ Ուղարկեք այս տեսանյութը ձեր ընկերոջը, եղբորը, հարևանին։ Գուցե դուք փրկեք նրանց կյանքը։ Բարին տարածելը նույնպես բուժում է հոգին։ Հիշեք, ծերությունը ավարտը չէ, դա նոր, իմաստուն եւ պայծառ սկիզբ է։ Ռուբենը արեց դա, ես հավատում եմ, որ դուք էլ կանեք։ Գնացեք եւ վերցրեք այն առողջությունը, որը ձեզ պատկանում է իրավունքով։ Մինչ նոր հանդիպում, իմ խելացի եւ առողջ բարեկամներ։